Ինչ եք կարծում, հնարավոր է աշխարհը ճանաչել 4 շաբաթում։ Հստակ կարող ենք ասել այո, եթե որոշեք միանալ մեզ, ապա առաջին շաբաթվա ընթացքում կլինենք խաղալիքների արհեստանոցում, որտեղ կծանոթանանք խաղալիքների պատմությանը, կմասնակցենք ինտելեկտուալ, քվեստային, անգամ գաուս օլիմպիական խաղերի, մասնակիցը կդառնանք գործարանային խաղալիքների ստեղծմանը։ Ժամանակի մեքենայի միջոցով կբացահայտենք մարդուն ժամանակի և տարածության միջև, կբացահայտենք այն գյուտերը, որոնք փոխեցին պատմության ընթացքը, լաբորատորիայում կկատարենք հետաքրքիր փորձեր, կպատրաստենք խելացի սարքավորումներ, կստեղծենք արվեստի մեր գլուխգործոցները։ Մարդը, լինելով բնության մի մասնիկը, ողջ կյանքում փորձում է բացահայտել բնության գաղտնիքները։ Երրորդ շաբաթվա ընթացքում բնապահպանական խմբերը կքննարկեն բնության պահպանման հարցերը, կծանոթանան բնության հրաշքներին, կհյուրընկալեն կենդանիներին, որից հետո ուսումնասիրությունները կշարունակեն կենդանաբանական այգում։ Ինչպես ասում են, կինոն արվեստի մանկությունն է։ Չորրորդ շաբաթվա ընթացքում ուսումնասիրենք կինոյի, թատրոնի, անիմացիայի պատմությունը, ստվերային, տիկնիկային, թատերական ներկայացումների ստեղծումն ու բեմականացումը, կարճամետրաժ կինոյի նկարահանումը մեզ կտեղափոխի աներևակայելի մի աշխարհ։ Ճամբարային առօրյան հագեցած կլինի գրադարանային ընթերցում քննարկումներով, խեցեգործությունը, նկարչությունը, խոհարարությունը, պարարվեստը մեզ կընձեռեն հնարավորություն նոր տեսանկյունից ճանաչել աշխարհը։ Դե իսկ շախմատի և լեգո ռոբոտիկայի միջոցով կսովորենք վերլուծել յուրաքանչյուր քայլը, կունենանք ընտրելու հնարավորություն՝ ֆուտբոլ թե բասկետբոլ, ամառվա տապին կզովանանք մեր համալիրի լողավազանում, 3 անգամ կսնվենք, կունենանք էքսկուրսիաներ, կայցելենք մշակութային վայրեր, բնության գիրք։ Ճամբարի տևողությունը կլինի 4 շաբաթ, առօրյան կկազմակերպվի եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, 9:00-ից մինչև 17:30։ Դե ինչ, ճամպրուկները հավաքելու ժամանակն է, շտապեք։